Դե ինչ, իմ օր ամեն օր սկսվում է այստեղից, իմ շատ սիրելի ուսանողներին ընդառաջ, ամեն օր 4 հարկ վեր և վար։ 1990 թվականներ, շատերը հեռանում էին Հայաստանից, իսկ Գրեյսի հայրն արեց հակառակը։ Կար մի մեծ միջազգային ընկերություն, որ տարբեր երկրներ ուղարկում էր մարդկանց, այնտեղ բարեգործական, բարեսիրական գործունեություն ծավալելու ու այդ ցուցակում Հայաստանը մնացել էր վերջում, ոչ ոք չէր ուզում գնալ։ Հայրս էլ հայ լինելով հանդերձ եւ բավականին քաջ մարդ լինելով ասաց ես կգնամ ու ինքն էլ ուներ 3 աղջիկ այդ ժամանակ։ Քույրս մի քան 7 ամսական էր։ Ընդամենը 6 տարեկան էր, բայց միջավայրի տարբերությունը միանգամից զգաց։ Քանի որ այնտեղ 12 տարի էին սովորում, իսկ այստեղ 10, կարծես կաս նստես քեզանից մի քանի բարձր դասարան։ Անկեղծ ասեմ, այդ դժվարությունը հաղթարելը տարիներ տևեց, բայց մշակութային տարբերությունը առ այսօր հավատացեք, տարբերությունը զգում ենք։ Տատուպապ ներզրումից ու Մարաշից, ծնողները Սիրիայից ու Լիբանանից, ինքը Ամերիկայից ու վերջապես հայրենիք։ Կարևորագույն մի բաներից մեկն է եկեղեցի հաճախել։ Դա մանկուց դրված է տատիկների, պապիկների կողմից, դա կարծես ասած ոնց որ չի հաղթվում գրեթե երբեք։ Ցեղասպանություն տեսած տատուպապից ժառանգել է անսասան հավատքը։ Հավատարիմ է մնացել ընտանեկան սկզբունքներին։ Առաջին ու ամենագլխավոր բանը դա հավատքն է։ Բոլոր տատիկ-պապիկներս են գաղթել, իրենք ասում են, թե իրենց Աստված ոնց պահեց։ Ասենք պապիկս իրենից մեծ եղբայր ուներ, բայց քանի որ ֆրանսիացի ձիավորը ասել էր 1 հոգու կարող եմ տանել, ասենք 1 տարեկան երեխային վերցրել են, իրենից մեծին թողել են։ Մի բան էլ կա, որ չի մոռանում, կյանքի սկզբունք է դարձել։ Մեզ մանկուց սովորեցրել են սերը մթանելով շատանում է, սերը տալով ուրիշները քեզ սիրում շատանում է, ժամանակը դու տալիս ես, Աստված հազար պատիկն է վերադարձնում։ Հենց այդ անսահման սերն է, որ Գրեյսը նվիրում է ուսանողներին ու նրանցից էլ ստանում նույնը։ Դուք պիտի տեսնեք այս ուսանողների եռանդը, աշխատասիրությունը։ Գալիս են սահմաններից։ Այսքանի օր ուսանողներից մեկը տղային, որերորդ տղային է բանակ ճանապարհում։ Մյուսը գալիս է մի քանի թորներ իր խնամքի տակ ունենալով։ Մյուսը գալիս է նորածին մի քանի ամսական բալիկը։ Մյուսը գալիս է կեսգիշերային պահակությունից հետո։ Մեկը 17 տարեկան, մեկը 65 տարեկան։ Շատ աշխատասեր, ջանասեր ու խելացի, լեզու գիտեն։ Մտավ մանկավարժական համալսարան ու առաջին դասը նվիրեց սեփական կանոնակարգի ծանուցմանը։ Ladies and gentlemen, now you have to be quiet for 1 minute, but work with each other, but quiet. Փոխեց հեռակայուսուցման մասին բոլոր կարծրատիպերը։ Դասապրոցեսը վարում է միանգամայն տարբեր ոճով։ Ես երբեք չեմ տեսել, որ կարելի է դասի ընթացքում ազատ քայլել, ազատ ուտել, երաժշտություն լսել, նման բան ես երբեք չեմ տեսել։ Ես 27 տարվա մանկավարժ եմ եւ այս մեթոդներին առաջի անգամ եմ առնչվում։ Ոչ մի հայերեն բառ չենք խոսում այդ անգլերենի դասերի ժամանակ, ոչ բառը չկա, ընդհանրապես չեմ հասկացել, չգիտեմ, չեմ արել, այդպիսի արտահայտություններ չկա։ Բոլորս պատրաստ գալիս ենք։ Նա մեզ օգնում է, որ մենք վստահենք մեր ուժերին ու ամեն դասին մենք ինչ-որ մի հմտություն մեր մեջ բացահայտում ենք նրա օգնությամբ։ Ինքը դրական լիցքեր է հաղորդում մեզ, որը նույնպես շատ կարևոր է կարծում եմ։ Այդտեղ շատ ամեն ինչ արդարամիտ ձևով է իրականանում, ամեն շատ ճիշտ անաչառ ձևով, ոչ մի վերապահություն չկա նրա կողմից դեպի ուսանողները։ Եթե լավ է սովորում, շատ լավ, ինքը քեզ կօգնի, կհպարտանա քեզնով, կգովի ու միշտ շնորհակալություն է հայտնում, որ մենք լավ ուսանողներ ենք։ Մեր այցի ժամանակ լսարանում դասական երաժշտություն էր հնչում։ Առաջինը, որովհետև հանգստացնում է, մասնավորապես երբ քնություն է ու լարված են, իմ կարծիքով իմ ուսանողության տարիներին, երբ լռություն էր, նստած ենք տեստ ենք գրում, դա ասենք սարսափելի էր։ Իսկ ուզում ես մեկը թուղթը թերթեց, մեկը քրտնել է, բան լարվածություն է առաջացնում, մեկ այդ պատճառով, եւ երկրորդ պատճառը, որ այստեղ շատ չեմ կիրառում, ուսանողներ կան ցածր են խոսում, քանի որ վստահ չեն։ Երբ ստիպված բարձր երաժշտություն ես դնում, ստիպված բարձր են խոսում։ Կար ժամանակ, որ Գրեյսն ապրում էր երաժշտությամբ։ Սովորել եմ անվանի երաժիշտների ձեռքի տակ, ինչպիսին է Արամ Ղարաբեկյան, Տիգրան Հեկեկյան, Հովհաննես Չեքիջյան, Յուրի Դավթյան, դա է իմ ուղն ու ծուծը, իմ սիրտնոքին երաժշտությունն է։
Հնարավորություն եմ ունեցել ավետիս երգչախմբի հետ աշխատելու մոտ 5 եւ ավել տարիներ եւ աշխարհում օլիմպիական խաղերին մասնակցեցինք եւ 3 ոսկե մեդալ եւ 1 չեմպիոնի տիտղոս բերեցինք Հայաստան տարիներ առաջ։ Դա է իմ սիրտը։ So what are we doing now? Թեև տանը միշտ հայերեն են խոսել, բայց անգլերենը հաճախ էր պետք գալիս։ Groups of 3. Can you write any answers? Անգլերենը զարգացավ, երբ Հայաստանում չէին գուսում մարդիկ մեզ հասկանային։ Խոսում էինք անգլերեն։ You can stand up։ Եվ միշտ քանի որ բարեգործական կազմակերպությունների սկզբան է, միշտ հյուրեր կային, որոնց համար թարգմանել էր հարկավոր։ Ուստի այդ թարգմանությունը այդ տարիներից սկսվեց աշխատանք օտարերկրացիների հետ, գրավոր փաստաթղթերի, բանավոր ֆիլմերի թարգմանություն, դրանց ձայնագրում եւ այլն։ Արա ուրիշի համար սովորիր քեզ համարի պես մի բան երևի ստացվեց։ How's it going? Manager, be sure you write very please. Last time you made mistakes, okay? 17 տարի է այս գործին է, 15 տարեկանից թարգմանությամբ է զբաղվում։ Դժվար շուկայի մտնելու համար, շատ դժվար փակ շուկայի, այդ պատճառով ասում եմ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս շուկա մտնել, ես անդադար հայտարարություններ անում, որ պատրաստ եմ օգնելու գալ ինձ հետ, փորձ ձեռք բերեն, դասավանդել եւ այլն։ Եվ վերջերս օպերայում, երբ կար պաշտոնական համերգը, իմ ուսանողներից 2-ը ինձ հետ միասին թարգմանեցին։ Ինձ համար շատ երջանիկ օր էր, որ 2 հոգու կարողացա այս շուկա ինչ որ ձևով դուր բացել իրենց համար։ Հայաստանում ու հայի հետ էլ ամուսնացավ, ունի 2 որդի, երրորդին էլ սպասում է։ Շատ ուրախ եմ ընտանիքով, առաջնահերթությունն իմ կյանքում աստծուց հետո ընտանիքս է եւ աշխատանքս։ Ամուսինս ամեն կերպ աջակցում է, ամեն կերպ ըմբռնով մոտենում։ Իսկ եթե մայրիկ երևի արդեն գիտեք երեխան անունենալու հաճույքը, այսինքն չես օգնում կյանքից, երբ որ պիտի հրաշք բալիկներ ունես։ Եվ ուրախ եմ, որ մեծանում են Հայաստանում, խոսում են շատ գրագետ հայերեն, շատ գրագետ, նրանց տատիկա մոստոս մայրը մանկավարժ է երկար տարիների, խոսում են շատ գրագետ հայերեն, ինձ հետ խոսում են անգլերեն, որ այդ լեզուն էլ սովորեն։ Մեծ օրհնություն է երեխաներին Հայաստանում մեծացնելը։ Հետդարձի ճանապարհը միշտ բաց է, բայց ընդմիշտ մեկն էլ չի պատրաստվում։ We are here. ԱՄՆ-ն էլ դժվարություններ ունի, ԱՄՆ-ն էլ դրախ չէ։ Այնտեղ մարդիկ մեզ չեն կարող ասել, ներեցեք այսօր հիվանդ եմ, չեմ գալու, ներեցեք տղաս է ծնվել, մի օր արձակուրդ վերցնում, չկա այդպիսի բան։ Ռոբոտի պես պիտի աշխատես, իսկ այստեղ կա համոհոտ եղեք, միայն լավ աշխատանք ու մի փոքր աշխատասիրություն։ Սիրով ԱՄՆ-ում որոշ տարիներ կապրեմ, երեխաներիս ուսում է, որոշ աշխատանք է, սակայն սիրտ ու հոգին իսկապես էստեղ է։